Քիթ, ուր անդր քիթ նոր։ Ինչ է քթի համար։ Ձեր անունը ո՞նց է։ Ժաննա։ Շնչառական կա պրոբլեմ Ժաննա ջան։ Չէ, դեկա կիմա։ Նստեք, դեպի ինձ կտրտեք, կան տարեկան եք։ 25 Շնչառական ոչ մի պրոբլեմ չկա։ Չէ, նատ կողք չնայ։ Նատ ինձ կողք Ժաննա ջան։ Ժաննա ջան, ինձ թվում է, որ քթի մեր պրոբլեմ չունենք։ Դուք ունեք բավականին գեղեցիկ քիթ, որը սազված է դեմքին, ինձ թվում է, որ ձեզ վիրահատություն պետք չի։ Դուք չունեք շնչառական։ Ինչը, լինի ինչ անենք, ինչ փոփոխություն։ Միատ նստիկ։ Այն կլասիկ օրինակ, որ գալիս են վիրահատվելու համար պլաստիկ վիրաբույժի մոտ, բայց վիրահատություն պետք չի, ընդհանրապես, հա։ Ուստեղ նայ Ժան, բժիշկի դերը ինչ մեծ է, չէ, այս պահին, որտեղ ցանկացած մարդ կարող է վերցնել ու վիրահատի, բայց անհրաժեշտություն չլինելով։ Այստեղ ամենաշատ կարևոր բանն է, որ դու ճիշտ խորհուրդ տաս պացիենտին, որ ասես, որ իրան վիրահատություն պետք չի, իսկապես պետք չի, ինքը շատ գեղեցիկ աղջիկ է։ Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի աշխատանքային պրակտիկայում նմանատիպ այցելուներ են պատահում, բայց ոչ հաճախ։ Բժշկի առանց այն էլ կարևոր խորհուրդն այս պարագայում առավել կարևոր էր։ Ճիշտ մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ սա է թերևս ամենակարևոր գործոնը։ Մեր բաժանմունքը, ինչպես գիտեք, դա պլաստիկ վիրաբուժության բաժանմունք է, կոչվում է պլաստիկ վիրաբուժության եւ պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժանմունք։ Մենք կատարում ենք բոլոր ծավալի վիրահատությունները, ինչը որ ընդգրկում է պլաստիկ վիրաբուժությունը։ Ընդհանրապես պլաստիկ վիրաբուժությունը բավականին հետաքրքիր եւ բարդ մասնագիտություն է։ Գոյություն ունի պլաստիկ վիրաբուժության երկու ուղղություն՝ էսթետիկ եւ վերականգնողական։ Ի սկզբանե պլաստիկ վիրաբուժությունը կրել է վերականգնողական բնույթ, որը ներառում է բնածին արատների հետ վիրահատական հետայրվածքային սպիների շտկում, հետուռուցքային դեֆեկտների, նյարդերի, մկանների պլաստիկա եւ այլն։ Այժմ բոլորին առավել հետաքրքրում է էսթետիկ վիրաբուժությունը, ասում է Կարեն Դանիելյանը։ Հայաստանում բավականին լայն տարածում է ստացել եւ հիմա շատ է տարածված պլաստիկ վիրաբուժությունը։ Կան մեծ քանակի եւ բավականին լավ պլաստիկ վիրաբույժներ։ Կոնկրետ մեզ մոտ կատարվում են հիմնականում իհարկե դա ռինոպլաստիկա, քթի պլաստիկ վիրահատություն։ Երևի 4-ից 3-ը դա կատարվում է քթի պլաստիկա։ Կատարվում է նաև ականջախեցիների պլաստիկա, հիմնականում լոշտակություն։ Հետո կատարվում է կրծքագեղձի պլաստիկա, թե մեծացում, թե փոքրացում, թե ձգում, որովայնի առաջնային պլաստիկա, երբ որ հիմնականում հղիությունից հետո եւ երբ որ գերքաշ են մեծ քաշ են ունենում, քաշը գցելուց հետո նիհարում են, որովայնի առաջնային պատը թարովում է եւ կախվում է։ Եվ անելով ձգելով ստանում ենք բավականին սիրուն պատ առաջնային։ Դա Աստծո մեծ նվերն է հայերին, քիթը, եւ հիմնական դիմում են իհարկե դրա համար։ Քթի հետ ուրեմն քիթը արվում է եւ էսթետիկ վիրահատություն, քթի ձևն ենք փոխում եւ նաեւ շնչառությունը։ То есть անում ենք երկու վիրահատություններ իրար հետ եւ էսթետիկ վիրահատությունը եւ վերականգնողական ֆունկցիոնալ վիրահատությունը։ Պլաստիկ վիրաբուժության դիմողների մոտ 1/3-ը կանայք են, որոնք էսթետիկ վիրահատության միջոցով ստանում են առավել գեղեցիկ տեսք։ Վերջին շրջանում պլաստիկ վիրահատության դիմողների մեջ քիչ չեն նաեւ ավանդապաշտ հայ տղամարդիկ։ Իհարկե կանանց մոտ, կանայք գերակշռում են իհարկե, տոկոսայինով եթե հաշվենք մոտավորապես 75-25% է կազմում ի օգուտ կանանց, բայց ես ձեզ ասեմ, որ օրեցօր տղամարդկանց ծավալը գնալով շատանում է, դիմող տղամարդկանց քանակը գնալով շատանում է, ես համարում եմ, որ դա վատ չի, որտեղ տղամարդիկ էլ ուզում են Երևան գեղեցիկ, ունենան լավ արտաքին, ուղիղ քիթ եւ լավ շնչեր։